Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի շրջակայքում գտնվող այս անտառը ստեղծվել է դեռևս 19-րդ դարի կեսին։ Ներսես 5-րդ աշտարակեցի հայրապետը նախաձեռնել էր այստեղ 30,000 ծառ տնկել։ Հայոց հայրապետից հետո ի պատիվ կաթողիկոսի անտառը կոչվել է Ներսիսյան։ Ապրիլի 11-ին Ներսիսյան անտառում ծառատունկ էր։ Մասնակցում էին Գարեգին II ամենայն հայոց հայրապետը, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարները, Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան էկլով հիմնադրամների անդամները, Մայրաթորի միաբաններ ու հյուրեր։ Այս ծառատունկը Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնության մի մասն է միայն։ Ծրագրով նախատեսվում է Հայաստանի տարբեր տարածքներում 1,5 միլիոն ծառ տնկել։ Մենք անընդհատ լսում ենք, կարդում ենք, տեղեկանում ենք։ Երևանի այս մասում ծառեր հատվեցին, այնտեղ պուրակը ոչնչացվեց։ Հիմա սա մի տեսակ եւ ոչ միայն Երևանում, սա մի տեսակ մեր պատասխանն է դրան։ Մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում եւ հպարտ ենք մասնակցելու ծառատունկի այս նախաձեռնությանը։ Բնության գեղեցկության պահպանման կարեւորությունը այս դեպքում Հայաստանի բնության շատ կարեւոր է։ Մենք հպարտ ենք եւ ուրախ, որ այս միջոցառման մաս ենք կազմում եւ հնարավորինս կփորձենք աջակցել։ Նորին սրբությունն անտառում անդաստանի արարողություն կատարեց, օրհնեց աշխարհի 4 ծագերը։ 90-ականներին Հայաստանում տիրող ցուրտ ու մութ տարիներին անտառը գրեթե ոչնչացվել էր։ Արարատյան հայրապետական թեմը երիտասարդական իր կառույցներով տարիներ շարունակ այստեղ ծառ է տնկել, մշակել ու վերականգնել Ներսիսյան անտառը։ 2000 թվականին էլ Գուլամիլյան հաստատության օժանդակությամբ այստեղ ստեղծվել է խաղահրապարակ երեխաների համար։ Հայաստան ծառատունկ բարեգործական հիմնադրամը Մայրաթորի հետ համագործակցում է դեռևս 1995 թվականից։ Այս անգամ հիմնադրամը 50 թղթի էր նվիրել Ներսիսյան անտառին։ Առաջին թղթին տնկեց նորին սրբությունը։ Ներսիսյան անտառը Ներսես 5-րդ աշտարակեցի կաթողիկոսի գահակալման տարիներին Հայաստանում ամենահայտնի ու գեղեցիկ անտառներից մեկն էր։ Հայոց ցեղասպանության տարիներին, սակայն, հազարավոր գաղթականներ Վանից, Ալաշկերտից տեղավորվել են այս անտառում։ Ցրտից պաշտպանվելու ու ողջ մնալու համար նրանք կտրել ու այրել են ծառերը։ Երբ վանականները դիմել են Գևորգ 5-րդ կաթողիկոսին ծառահատումները կանխելու խնդրանքով, հայրապետն ասել է. «Ես օրհնում եմ Ներսիսյան անտառի այս կրակը, այն այս պահին հազարավոր մարդկանց կյանք է փրկում։ Անտառը կվերականգնվի, եթե միայն մարդիկ ողջ մնան»։ Պատմական այս վայրը, Ներսիսյան անտառը, տարբեր իրադարձությունների ականատեսն է եղել, սակայն փորձություններին դիմակայել ու այսօր էլ շարունակում է ծաղկել։ Այդպիսի հայտարարություն կատարվեց, որ ընդառաջ 100-ամյակին եղեռնի տնկել 1,5 միլիոն ծառ։ Վստահ եմ, որ շատ ավելին կտնկվի։ Խորհրդանշական այդ թիվը կգերազանցենք ծառատնկով, որովհետև երկիրը մեր պետք ունի ծառերի, պետք ունի կանաչության, բնության վերազարթոնքի։ Երբ որ մենք մեր պատմիչների գրքերը կարդում ենք, հաճախ զարմանքով ենք ընթերցում այն տողերը, երբ նկարագրում են, թե ինչպես Հայաստանի տարբեր տարածքներ ծածկված են եղել անտառներով։ Եվ այսօր այդ լեռները լերկ են, մեկ ծառ անգամ չկա։ Ուրեմն այդ լեռները պետք է որ մենք կարողանանք կանաչեցնել ծառերի տնկմամբ եւ կանաչության ավելացումով։